Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Լոս Անջելեսի տաղավարում մենք այսօր հյուրընկալել ենք Up for Armenia կազմակերպության հիմնադիր նախագահ Դավիթ Մնացականյանին, պարոն Մնացականյան, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Մնացականյան, վերջերս տեղի ունեցավ ձեր HiDC-ի շնորհանդեսը եւ այդ ընթացքում դուք հայտնեցիք ձեր մտքերը, բավական երկար տևեց շնորհանդեսը եւ բազմամարդ էր, ավելի քան 2 ժամ եղավ ձեր ելույթը, որի ընթացքում դուք պատմեցիք ինչ այն իրենից ներկայացնում, հիմա խնդրենք մի փոքր բացել փակագծերը, ավելի սեղմ, որից հետո արդեն կանդրադառնանք առանձին ձեր բոլոր դիտարկումներին։ Շատ բարի։ Up for Armenia բարեգործական կազմակերպությունը հանձն է առել ուսումնասիրություններ կատարել այն խնդիրները, որոնք Սփյուռքի առջև ծառացած են, եւ HiDC ծրագիրը այդ ծրագրերից մեկն էր, որ Up for Armenia կազմակերպությունը ներկայացնում է։ HiDC-ին դա Հայ-Սփյուռքի կոնգրեսի ծրագիրն է, որը մենք համարում ենք ամենագլխավոր ծրագրերից մեկը։ Նպատակը, որ մենք ունենանք 21 վարչություններից բաղկացած կառավարման 1 մարմին, 1 համակարգ, որի ներսում կներգրավեն համայնքում արհեստավարժ մասնագետները եւ մեր 21 վարչությունները համատեղ բոլորս միասին կստեղծենք եւ կզարգացնենք մեր Սփյուռքը, ինչպես նաեւ կօգնենք Հայաստանին։ Եվ հենց այստեղ գալիս է առաջին հարցը, որը ըստ տրամաբանության վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի եւ Սփյուռքի կապի սառեցումը, որը հակներև է, դրա վառ ապացույցը Հայաստանում Սփյուռքի նախարարության փակվելն էր։ Եվ հռետորաբանությունը, որ տարածվել է ժողովրդի մեջ ամենակարևորը, որ Սփյուռքի բնակիչները, այսպես ցիտատ եմ ասում, ավելի լավ է զբաղվեն իրենց խնդիրներով, Հայաստանի խնդիրներին չխառնվեն։ Ինչպես է ապահովելու HiDC-ին կապը Հայաստանի միջև, եթե այսպես չլինի, այսպես ասում ենք, եթե չլինի պետական աջակցություն դրա հետ կապված Հայաստանից, որ չմիջամտի Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ղեկավարությունը այդ կապի ստեղծմանը։ Նախ եւ առաջ ճիշտ եք ասում, Սփյուռքի նախարարությունը փակվեց, բայց ինչևէ մենք հասկանում ենք, որ Սփյուռքում բնակիչները մի քանի նահանգներում եւ մի քանի պետություններում գուցե ավելի շատ մարդ են ապրում, քան թե Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար մեր Սփյուռքի ժողովրդին ուղղակի անտեսելը դա ճիշտ չէ։ Անկասկած դա ճիշտ չէ։ Մեր նպատակը սա է, որպեսզի նախ Սփյուռքը ինքնին նորից ոնց որ վերաիմաստավորի ինքը ինչ է ուզում, քանի որ ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ այլ եվրոպական պետություններում, ներառյալ Կանադան եւ այլն, ինչ է ստացվում։ Մենք Սփյուռքը որպես բնակիչներ մենք մեր պահանջներ ունենք։ Մենք ինչ ենք ուզում։ Նախ պետք է հստակեցվի Սփյուռքում մեր պահանջները, մենք ինչ ենք ուզում, հա։ Մենք ունենք մի քանի հիմնական խնդիրային հարցեր, մենք ունենք ցեղասպանության ճանաչման հարց, որը չեմ կարծում որ որևէ Սփյուռքում մարմին այդ հարցը կհանի իր օրակարգից։ Դա անհնար է դա հանելը։ Այդ հարցում պետք է աշխատանքներ տարվեն եւ տարվում են կոնգրեսում, սենատում, ինչպես նաեւ ես ակնկալում եմ, որ ՄԱԿ-ը նոր բանաձևներով հանդես կգա, քանի որ այն ոչռագործությունները, որ կատարվել են անցյալում, դա չի կատարվել մենակ Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի հետ։ Կամ պետությունները, որ այդ վիճակով անցել են, այդ կարգավիճակը ստացել են, Գերմանիան իրագործել է հրեաների հանդեպ, Բոսնիա-Հերցեգովինան ունի, Աֆրիկայում նմանատիպ օրինակներ կան։ Այնպես որ մենք ունենք մի քանի գլխավոր հիմնահարցեր, որ Սփյուռքը առնչվում է այդ հարցի շուրջ։ Ինչու է Հայաստանի Արևմտյան Հայաստանի ժողովուրդ եկել Սփյուռք, որովհետև ցեղասպանություն իրականացվել։ Հետևաբար անտեսել այդ հարցը դա ճիշտ չի։ Երկրորդը Սփյուռքը երբ որ ստեղ հզորան արդեն ավելի կոլեգիալ կառույցով հանդես գա, որպես մեկ ինստիտուցիոնալ մարմին, աննկարագրելի է, որ Սփյուռքը դերակատարում չունենա Հայաստանի զարգացման մեջ։ Նախ եւ առաջ կապը, տեխնոլոգիան, մեր ամբողջ երիտասարդության հետ մենք սիրում ենք Հայաստանը, մենք սիրում ենք հայրենիքը։ Հետևաբար անպայման մենք պետք է կապ ստեղծենք եւ ինչպես նաեւ մենք բաց ենք համագործակցելու համար, քանի որ մեր նպատակը Սփյուռք-Հայաստան կապ ամրապնդելն է եւ ինչպես նաեւ երիտասարդական մշակութային տարբեր տեսակի գիտական նորական ծրագրեր անել եւ նպաստել Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Այսպեսի մի հարց կա, որը հետաքրքրեց այդ օրը, ես նույնպես ներկա էի, մեր նկարանախումբը ներկա էր, մենք լուսաբանեցինք դա եւ այնտեղ եղավ որոշակի զրույց մի քանի մարդու հետ եւ այնտեղ հնչեց
հարց կարծիք, թե ինչպես է ապահովելու, չէ՞ որ Սփյուռքը դա միայն Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ու Կանադան չեն, Սփյուռքը նաեւ Ռուսաստանն էլ է։ Իհարկե։ Այստեղ պետք է հաշվի առնել այդ հանգամանքը, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև արմատապես տարբերվող քաղաքականությունը ինչպես է հաշվի առնվելու, քանի որ նպատակը մեկն է՝ զարգացնել կապը Հայաստանի հետ եւ նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Եվ Հայդիսին այդ տեսանկյունից ինչպես է տեսնում համագործակցությունը Ռուսաստանի հետ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության արմատապես տարբեր քաղաքականությունները, այդ թվում նաեւ Անդրկովկասում գտնվող պետությունների եւ ավելի կոնկրետ Հայաստանի նկատմամբ։ Շնորհակալություն հարցի համար, ես սա շատ կարևոր թեմա է եւ իմ կուզեմ արձանագրեմ այն մոտեցումը, որ մենք որդեգրել ենք։ Նախ եւ առաջ Հայդիսի գլխավոր նպատակներից մեկն է, որ ամբողջ աշխարհի հայեր հետ մենք փորձենք ունենալ կապ եւ ամրապնդենք հզոր կապ մեկ գաղափարախոսությամբ։ Այն է հզոր սփյուռք եւ հզոր հայրենիք։ Չեմ կարծում, որ մենք պետք է որևէ տեսակի տարանջատում մտցնենք այն հայերի մեջ, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, Կանադայում, Արևմտյան Հայաստանում, որտեղ որ իրենք ապրում են, հա, դա շատ սխալ որոշում կլինի։ Կամ պետություններ, որ իրենք այսօր ունեն տարանջատված տարբեր տեսակի իրար հակասող քաղաքականություններ, գուցե ապագայում լինեն նաև պատերազմներ, հետո նորից ոնց որ ասպես ասած reconciliation անեն, ասենք բարեշեր իրար հետ, հա, ինչ է ստացվում, մենք չենք դժելու այդ արանքում։ Ցավոք սրտի մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք թենիսի պինգ-պոնգի դեր ենք կատարել։ Այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ։ Այդ ձևաչափով մենք չենք հզորանում, մենք ավելի թուլանում ենք եւ պարակվում ենք։ Հետևաբար, եթե պատկերացրեք ամբողջ աշխարհի հայությունը ճիշտ ձևաչափով ինստիտուցիոնալ համակարգով բոլորը միասնական մեկ ծրագրի մեջ մաս կազմեն, ես հավատացած եմ գուցեև դա կլինի եւս մեկ ֆակտոր, գուցեև պատերազմը կանխելու կամ նվազեցնելու համար։ Մենք չպետք է մեր ներուժը այնքան թերագնահատենք, որ մենք չկարողանանք մասը կազմենք, ինչի՞ չէ տարբեր պետությունների խնդիրների լուծման համար։ Ձեր ելույթի ժամանակ, պարոն Մնասականյան, դուք ասացիք, որ մեզ միշտ խանգարել է միասնականության պակասը։ Այսինքն դա արտահայտվել է ամբողջ պատմության ընթացքում, որ եղել են պառակտումներ հենց մեր միջև։ Դրա համար ես ուզում եմ այստեղ հակադարձել այն տեսանկյունից, որ Գերմանիան, որ իրականացրեց հոլոկոստը հրեաների նկատմամբ, հրեաներն ամբողջությամբ միավորվեցին մի գաղափարի շուրջ։ Իսկ հայերը չեն կարողանում դա անել, որովհետև կա ազգային, չգիտեմ, դիրքորոշում ասեմ թե ինչ ասեմ, որ ակնհայտ է դա գիտենք մենք, դուք եւ ընդհանրապես բոլորը, որ մենք չենք ուզում, որ մեր դիմացինի մեկը երկուս դառնա։ Ավելի լավ է սկզբից մեր մեկը երկուս դառնա, հետո նոր դիմացինի մասին կմտածենք։ Ձեր կառույցը Հայդիսին ինչպես է կարողանալու համոզել ամբողջ աշխարհի հայությանը, որ սա հենց այն կառույցն է, որը կարող է միավորել եւ պետք է միավորի բոլոր հայերին ի նպաստ հայի, Հայաստանի, Արցախի եւ մեր բոլոր խնդիրների լուծման։ Շատ լավ հարց եք տալիս, ասեմ, ես մոտ 20 տարի Ամերիկայում եմ գտնվում եւ տեղակ եմ այստեղի գուցե բոլոր կազմակերպությունների մասին, երկար ժամանակ ուսումնասիրել ենք տարբեր կազմակերպությունների պատմությունը նաեւ։ Եվ ակներով պետք է նաև արձանագրի, որ նաև այստեղ մեզ մոտ մենք լուրջ խնդիրներ ունենք համայնքում եւ պետք է բարձրացնենք այդ խնդիրները։ Ասեմ, շատ երիտասարդներ ում հետ խոսել եմ, տարբեր կազմակերպություններ գաղափարներով մտել են, որպեսզի նաև օգնեն ու օգտակար աշխատանք կատարեն համայնքի զարգացման համար եւ կազմակերպությունները, քանի որ մարդիկ չեն պատկանել իրենց կազմակերպություններին, այդ երիտասարդներին եւ մյուս մարդկանց ճանապարհ չեն տվել։ Մենք առնչվել ենք այս խնդրի հետ, ես նույնպես առնչվել եմ այս խնդրի հետ։ Եվ մեր նպատակը նա է, որպեսզի այս տարանջատումը նախ մի հատ կողքի դնենք ամեն ինչը։ Եվ մենք մեր պրիորիտետները, մեր նախապատվությունները հստակեցնենք, որպես սփյուռք մենք ինչ ենք ուզում։ Որովհետև պարբերաբար կազմակերպություններ ստեղծվել են, ստեղծվում են, ստեղծվելու են, բայց կազմակերպությունը բացում է եսակենտրոն ձևաչափով, կամ կուսակցական, կամ կազմակերպչական, եւ իրանք բացում են եւ իրանք ծրագրով իրանք աշխատում են եւ ցավոք սրտի տարիներ անց մենք տեսնում ենք մենակ ավակ սերունդի խմբեր կազմակերպություններում եւ երիտասարդություն մասնակից չի սրա մեջ։ Մեր երիտասարդությունները այստեղ ունեն մեծ խնդիր, երկինքնության խնդիր ունեն։ Եվ այդ հարցին մենք պետք է ամենաճիշտ լուծումը տանք, որպեսզի կարողանանք երիտասարդությունը մշտապես պահել մեր համայնքներում։ Հիմա կապած ասենք Սփյուռքի արդյոք ծառացած խնդիրների մեջ, այո, որոնք են այդ ամենագլխավոր խնդիրները։ Երկինքնության հարցը բնականաբար մեր երիտասարդության մեջ շատ ավելի ակներև է,
դպրոցական տարիքի երեխաների մոտ առավել եւս, որովհետեւ երեխաները այսօր արդեն ուզում են մտնել ամերիկյան կյանք, ապրում ենք Ամերիկայում, բայց խնդիր ունեն տանը հայերեն խոսելու համար, խնդիր ունեն հայերեն պահելու համար, հայ հոգեկերտվածք ունենալու համար։ Ինստիտուտներ կան, որ այստեղ սովորացնում են պար, երկ, երաժշտություն, բայց երեխաները ներգրաված չեն հայկական համայնքի հետ։ Մենք կասենք, չէ, ոչ, իրանք ոչ տեսեք, գալիս են պարում են եւ այլն եւ այլն, դա բավարար չէ։ Մեր երեխաները պետք է ավելի գիտական ճանապարհը նույնպես ընտրեն, ինչու՞ չէ նաեւ քաղաքականության ճանապարհ ընտրեն, որը շատ կարևոր հարցերից մեկն է։ Գիտեք որն է հարցը։ Ես թողարկման սկզբում ասացի, որ Հայաստանի հասարակության միստվար զանգված պնդում է, որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է պատասխանատու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, բայց ամենացավալին այն է, որ հենց Հայաստանում ինչ որ խնդիր է ծագում, անմիջապես թակում են Սփյուռքի դուռը։ Դա եղավ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ ամբողջ Սփյուռքը հավաքվեց եւ փորձեց օգնել Արցախին եւ արեց ամեն ինչ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգներից հսկայական օգնություն եկավ այդ տեսանկյունից, բայց հետո մի տեսակ վերաբերմունք սկսեց հավաքվել, տածվել Սփյուռքում բնակվողների նկատմամբ եւ դա էլ իր հերթին նվազեցրեց կամ այսպես նվազեցրեց արդյոք համակրանքը Հայաստանին օգնելու նկատմամբ։ Դուք ասում եք, որ երեխաները հայկական հոգեկերտվածք չեն ուզում ունենալ։ Դա գալիս է ինչ որ hate speech-ից, որը գալիս է Հայաստանից, կոմենտներում, մասնավորապես այդ համացանցային բանում, կոմենտներում դուք գնացեք ձեր Սփյուռքում, դուք գնացել եք, փախել եք երկրից, ամեն երկրորդը դա է ասում։ Դուք փախել եք, գնացել եք, մեզ թողել եք միայնակ մեր խնդիրների հետ։ Ինչպես պետք է այդ հոգեկերտվածքը ապահովի, դուք ասում եք, որ պարում են, երգում են եւ այլն, բայց դա չի ապահովում։ Ինչը կարող է ապահովել եւ ինչպես այդ կամուրջը ստեղծել Հայաստանի քաղաքացու եւ այստեղ Միացյալ Նահանգներում, հենց կոնկրետ Միացյալ Նահանգներում մենք գտնվում դրա մասին։ Հենց Միացյալ Նահանգներում ապրող երիտասարդի միջև։ Այօնակ տեսեք, ցավոք սրտի մեր պատմությունը այնպես է ստացվել, որ ցեղասպանությունից ի վեր Արևմտյան Հայաստանից մեր հայրենակիցները լքել են իրենց տարածքը տները եւ տեղափոխվել են տարբեր պետություններ։ Բնականաբար իրանք պետք է ասիմիլացվեին, դա հասկանալի դա լինելու էր, ադապտացիա ինտեգրվեին տվյալ պետություններում ապրելու եւ գոյատևման պայքարը անելու համար։ Բայց մենք պարզ գիտենք, որ Հայաստանի անկախացումից սկսած Սփյուռքի բնակիչները լինելով հայրենասեր եւ ունենալով հայրենիք հասկացությունը գիտակցելով, իրանք անհամար անսահմանափակ օգնություն են տվել Հայաստանին, ինչպես նաեւ Արցախին։ Ես չեմ պատկերացնում անկախ 1991 թվականից հետո, եթե Սփյուռքի գործակիցը չլիներ, ես Սփյուռքի այդ օգնությունը չտրամադրեի Հայաստանին։ Որ բնակավար որ մենք գնանք, Սփյուռքը մատը այդ գործի մեջ կա։ Հետևաբար անտեսել Սփյուռքի ներուժը, Սփյուռքի արված աշխատանքը դա ես ճիշտ չեմ համարում։ Եվ բացթողումներ այդ առումով իհարկե որ կան։ Մյուս կողմից երբ որ Սփյուռքը այս ամբողջ ներուժը ունի այստեղ, մեկ օրինակ բերեմ, Հայաստանի Հանրապետության անգամ ԵՊՀ-ի սովորած ուսանողի ստացած կրթության մակարդակը, նաև տարվա վճարը թե ինչ որ ինքը Հայաստանի Հանրապետությունում սովորել է, մենք չենք կարող համատենք Ամերիկայի կամ Ֆրանսիայի կամ Իտալիայի ավարտած նույն շրջանավարտին, որը նույն մասնագիտության ճյուղն է ընտրել։ 4 ուսանող Ամերիկայում սովորած արդեն $1 միլիոն ավել ներդրում է կատարվում ուսանողների վրա։ Հետևաբար այդ ներուժը օգտագործել Հայաստանի զարգացման համար, դա ինձ թվում է օրասական է եւ դա միշտ պետքա Հայաստան-Սփյուռք կապը միշտ ամրակազմ լինի։ Եվ չեմ նշում կոնկրետ Ամերիկա, այլ նաեւ Ռուսաստանի հայությունը, Ամերիկայի հայությունը, Եվրոպայի հայությունը, Կանադայի հայությունը անկասկած։ Կապած ինչ ձևով մենք մեր երիտասարդ երեխաների ընդհանուր հայ ազգի մեջ հոգեկերտվածը կարանք զարգացնենք, դա գալիս է ազգային գաղափարախոսությունից։ Մենք պետք է ունենանք հստակ մեկ ազգային գաղափարախոսություն, ունենանք մեկ մոդել, որով մենք կարող ենք առաջնորդվել եւ զարգանալ այս երկրում։ Ամեն մեկս որ պետությունը որ ապրում է, որպեսզի մենք նաեւ ոգեշնչման աղբյուր դառնանք Հայաստանի Հանրապետության երիտասարդ երեխաների միջև։ Այդ տեսեք օրինակ մենք ունենք սպորտի մեջ լավ հաջողություն ունեցած մարդիկ, ունենք երաժշտության մեջ, ունենք գիտնականներ։ Այդ բոլորը ոնց են դարել ոգեշնչվել։ Մենք միշտ ունեցել ենք մի հատ իդեալ եւ հետեւել ենք այդ իդեալին։ Հետևաբար Սփյուռքում բնակվող հայերը, որ ավելի շատ հնարավորություններ ունեն եւ իրենց տրված այդ հնարավորությունը, որտեղ պետությունը ավելի տնտեսապես կայուն է,
Հետևաբար մենք պետք է պարտականություն ենք այստեղ ավելի զարգանալու, ավելի հզորանալու եւ ոգեշնչման աղբյուր դառնալու Հայաստանի մեր երիտասարդ ծերունդի մեջ, ինչպես նաեւ մասնակից լինելու, օգնելու իրանց, որպես իրանք էլ առաջ գնան ու զարգանան։ Այդ հեռանկարների մասին եմ հիմա ցանկանում խոսել, ինչ հեռանկարներ կան, ինչպես եք դուք տեսնում այդ հեռանկարները, որովհետև համենայն դեպս քաղաքական դաշտում, Միացյալ Նահանգների քաղաքական դաշտում հայանպաստ որոշումներ կայացնող կոնգրեսականներ իհարկե եղել են, կան, կլինեն միանշանակ, բայց մեր ներկայացուցիչները այնտեղ քիչ չեն եղել, այսպես ասենք, որովհետև կամ եղել են, առավելագույնը որ եղել է դա Գլենդելի քաղաքապետ կամ նահանգապետի տեխնացու ինչ որ կարող է արդյոք այս կառույցը նպաստել նրան, որ մոտ ապագայում, տեսանելի ապագայում մենք ունենանք հայ դիվանագետներ, քաղաքական գործիչներ, որոնք կարող են լուծել հայկական Սփյուռքի խնդիրները եւ ներկայացնել հայկական հարցը, հայկական խնդիրները Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքում բնակվող հայերի, որովհետեւ դա մենք հայերը երկար տարիներ ապրում են, ունեն մեծ պատմություն Միացյալ Նահանգներում, դեռևս Արևմտյան Հայաստանի արտագաղթից սկսած, բայց ինչ որ առաստաղ կա, որից հետո ավել չեն կարողանում թռչել։ Կարող է ապահովել արդյոք Հայդիսին այսպիսի ցածկ դեպի ավելի բարձր մակարդակ։ Անկասկած ասեմ, այո, կարող է եւ մեր գլխավոր նպատակներից մեկն է, մենք սա համարում ենք գլխավոր գերխնդիրներից մեկը, որ մենք պետք է լուծենք։ Պատկերացրեք 1891 թվականից հայերը արտագաղթում են դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եվ այս բոլոր տարիների ընթացքում մենք երբեք չենք ունեցել հայ պալատի ներկայացուցիչ։ Ասեմ ավելին, մենք ունենք 435 պալատի ներկայացուցիչ եւ ունենք 100 սենատորներ։ Ամերիկայի պատմության մեջ մենք չենք ունեցել հայեր, որ ամբողջությամբ ընդունենք, ասենք, հայաստանցի հայ կամ այստեղ եղել է։ Մենք ունենք Ջակի Սպեր, որը եթե չեմ սխալվում քրդահայ է եղել, բայց տարին մեկ անգամ հիշելով մեր հարցերը, դա երբեք լուծում չի տալիս։ Եվ ասեմ ավելին, երբ որ ես ապրում էի Վաշինգտոն DC-ում, 10 տարի ապրել եմ այնտեղ եւ 9.5 տարի ապրում եմ Լոս Անջելեսում, ինչ եմ ես ականատես եղել եւ պետք է արձանագրեմ սա։ Տարին մեկ անգամ տարբեր միջոցառումների ժամանակ հիշվել է հայկական հարցը, բարձրացանվել է, ինչու՞ չէ նաև միկրոֆոններից միշտ ասել են, այո, Ադրբեջանը պետքա սա չանի, Թուրքիան սա պետքա չանի, այո, պետք է ռազմական օգնության ֆոնդը նվազեցվի եւ այլն, այո, պետք է ցեղասպանությունը ճանաչվի։ Այս գործընթացը միշտ ելույթներում եղել է 1, 2, 3 անգամ, բայց տարին ունի 52 շաբաթ եւ 260 աշխատանքային օր։ Եթե մեր օրակարգային հարցերը, որ մեր համար գերխնդիր ենք համարում, պաշտոնապես եւ մշտապես չենք բարձրաձայնում կոնգրեսում եւ այլ պետական մարմիններում, հետեւաբար այդ գործը քնում է։ Եվ ինչն է անհրաժեշտ, որպեսզի մենք մեր ձայնը կարողանանք ճիշտ բարձրացնենք, մեզ պետք է որ մենք ունենանք հայ պալատի ներկայացուցիչներ, եւ ես խրախուսում եմ, որպեսզի հայերը առաջ գան այդ հարցում եւ ոչ միայն Գլենդելում, քանի որ ասենք հայը շատ են ապրում։ Այդ գիտակցությունը, որ մենք պետք է միայն մեր տեխնացությունը դնենք այնտեղ, որտեղ հայերն է շատ, դա շատ սխալ է, որտեղ Կալիֆոռնիայի պատմության մեջ հնաբնակ սփյուռքահայերը կիմանան, որ մենք ունեցել ենք գավերնորի կանդիդատ, որին հենց հայերը նաև չեն էլ օգնել։ Սա հայտարարություն տիպիկ հայկական։ Իհարկե, մյուս տարբերակը, որ մենք ունենք այսօր կոնգրեսում գործող հայկական լոբիստական կազմակերպություններ, անունները չեմ նշում, բայց բնականաբար բոլորս գիտենք, որ կան։ Ես նույնպես բացել եմ եւս մեկ լոբիստական կազմակերպություն, որը կոչվում է International Rehabilitation Sustainability Foundation։ Նպատակը ինչու՞ն է ցայում կանի, որպեսզի մենք տրանսկոնտինենտալ կարգավիճակով մասը կազմենք քաղաքականության եւ օրենսդրական բարեփոխումների մեջ։ Ինչն է այստեղ կարևորը։ Տեսեք, մենք ապրելով Լոս Անջելեսում մշտապես հայկական հարցի վերաբերյալ ունեցել ենք էլ բողոքի ակցիաներ, էլ ցույցեր, էլ հայվեյներ ենք փակել, ամեն ինչ էլ արենք, չէ՞, բոլոր հայերը, ովքեր ապրում, մեզ կասեմ, որ վստահ ճանաչում են մեզ։ Բայց մեր հարևանները, այստեղ որ մեր բնակիչներ են, մեզ չեն աջակցել, որովհետև մենք համակարգված եւ հաշվառված եւ ճիշտ լուսաբանված հայկական նվաճումները եւ contribution-ները մենք չենք ցուցաբերում, չենք լուսաբանում այդ հարցերը, որովհետեւ այսպես ասած մենք ներգրաված չենք համայնքի մեջ։ Մենք ասում ենք մենք ներգրաված ենք, բայց իրականում դա այդպես չէ եւ պետք է արձանագրվի սա։ Մենք խրախուսում ենք, որպեսզի լոբիստական կազմակերպության ներքո
մենք մասը կազմում ենք ամերիկան օրենսդրական բարեփոխումների մեջ, այսինքն մենք մտնենք այն տեղերը, որտեղ երբեք մենք չենք մտել, եւ մենք արդեն այդտեղ ենք, մենք իմ աշխատանքներ ենք տանում։ Ես ամսական կոնգրես եմ գնում եւ ունենք 5 օրենքի նախագիծ, որով մենք իմ աշխատանքներ ենք տանում եւ ընդլայնվում է մեր օրենքի նախագծերը նաեւ, որը խրախուսելի է, որ քաջալերում եմ շատ ավելի հայեր ներգրավեն նման գործերի մեջ։ Լոբիստական կազմակերպությունների ներգրավվածության մասին ասացիք, ես այսպիսի անձնական հարց ունեմ, որը ինձ տվել են շատ շատերը, ովքեր որ ապրում են Հայաստանում եւ իմ կապը պահելով Հայաստանի Հանրապետությունում ապրող իմ մի շարք գործընկերների եւ ընկերների հետ, ձեր գնահատականը արդյոք այստեղ ադրբեջանական եւ թուրքական լոբինգը ավելի ուժեղ չէ, քան հայկականը։ Միացյալ Նահանգներում եւ մասնավորապես, լավ, Կալիֆոռնիայում երևի թե չէ, որտեվ հայերն անհամեմատ ավելի շատ են, բայց այդ շատությունը մեզ կարծես թե չի օգնում։ Դուք ասացիք, որ այդ շատ լինելը դեռևս չի, քանակը դեռևս որակ չի ապահովում։ Իսկ թուրքական եւ ադրբեջանական լոբինգը անհամեմատ ավելի ուժեղ են աշխատում եւ արդյոք այնքան ուժեղ են աշխատում կամ ավելի ուժեղ են աշխատում, քան հայկական լոբինգը։ Դուք ունեք ինչ-որ տվյալներ դրա հետ կապված։ Իմ կարծիքով դա անկասկած այդպես է, քանի որ ավելի կազմակերպված են աշխատում, բայց եւ այնպես մենք նույնպես պետք է ավելի կազմակերպված աշխատենք։ Պոտենցիալ ունենք մենք։ Այո, պոտենցիալ ունենք, քանի որ պատկերացեք, մենակ Լոս Անջելեսի ընդունենք Գլենդել քաղաքը մոտ 107,000, եթե չեմ սխալվում, հայ ապրում, հայ ընտանիքներ կան, միջին հաշվարկով 15,000 երիտասարդ չափահաս տարիքի երիտասարդ պետք է որ ունենանք արդեն։ Հետևաբար մեր երիտասարդները մենք խրախուսում ենք, որպեսզի իրանք էլ մտնեն նաև կոնգրեսական գործի մեջ, քաղաքականության մեջ մտնեն, սովորեն իրավական մակարդակը, իրավական արտակը ոնց է աշխատում։ Մեր հայր իրավագիտակցական չափը շատ ցածր է այստեղ։ Ինչի համար, որովհետև մարդիկ գալիս են շատ նեղ մտածելակերպով, ապրում են, իմ ընտանիք ունեմ, ես արդեն լավ բարվոք վիճակում եմ ապրում։ Ես այս վճարումները հասցնեմ անում, այն վճարումները հասցնեմ անում, ու հետո հերոն չեն նայում։ Այդ տեսեք մի հատ օրինակ բերեմ, ուրեմն շատ մեծ աշխատանքներ մենք կատարեցինք հաշվարկ անելու համար, միջին հաշվարկով հայերը, որ ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մոտավոր ինչքան հարկ ենք մենք վճարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մեր թիվը 16 միլիարդ անցնում է արդեն։ Հիմա պատկերացրեք 16 միլիարդ դոլար հայերը ապրում են այստեղ հարկ են տալիս, եթե 30 տարվա մեջ անեն 360 միլիարդ անցնում է։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին աննկարագրելի օգնություններ ենք տալիս մեր գիտական ներուժով, մեր մտավոր պայծառությամբ, գիտնականների քանակով, նորարարական բաժնում, որ ոլորտը գնանք մենք հայր ունենք, եւ դա մեր պարծանքն է։ Բայց ինչ ենք մենք հետ ստանում։ Համայնքին տրամադրվող օգնությունների քանակը, տեսակը եւ արդյոք այդ գումարները ծախսվում են նպատակային եւ մենք կարող ենք տեսնել իրենց էֆեկտիվություն եւ արդյունավետության արված աշխատանքները։ Իհարկե ոչ։ Եվ մեր նպատակը մենք հիմա նոր օրինագիծ ենք մշակել, որ արդեն Սպիտակ տան հետ այդ ծրագրում ենք աշխատում, որպեսզի վերահաշվարկ կատարվի եւ կոնկրետ կազմակերպությանը նվիրաբերվի եւ համակարգային ձևով ստացվի գումար, որը մենք համենքը նաեւ զարգացնենք, մեր պոտենցիալը էլ ավելի շատ տանք։ Տեսեք, աշխարհում տարբեր պետություններ գոյություն են։ Մեր հայերի բնակչության քանակի հիման վրա մտավոր սեփականության պատենտներ օրինակ եմ վերցնեմ, շատ ավելի շատ է, քան այլ պետությունների։ Մենք ստեղծարար ազգ ենք։ Մենք ստեղծող արարող ազգ ենք։ Ժամանակն է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը որ կա որ ընտանիք ունի, իր ընտանիքի ներսում իր երեխային նայելով տեսնել ապագա ղեկավարի, ինչու՞ չէ ապագա Ամերիկայի նախագահի, կոնգրեսմենի, սենատորի, դատավորի, լավագույն բժշկի եւ այդ ձևով դաստիարակի երեխաներին։ Քանի որ այստեղ ապրելով մենք պատկերացեք Հայաստանի Հանրապետության ընտանիքները կերազեն ունենային հնարավորությունները, որ մենք ունենք այստեղ։ Պետք է որ ծնողավարության գործընթացի մեջ այլ առավել երեխայի դաստիարակման համար ավելի լրջորեն մենք աշխատանքներ կատարենք։ Կապած նորից հետ անդրադառնանք կոնգրեսին, որը շատ կարևոր հարց եք բարձրացնում, տեսեք, ինչու են այլ պետությունները ավելի ողջամիտ եւ ավելի մեծ աշխատանք կատարում կոնգրեսում, շատ ժամանակ մենակ քանակը չէ, որակի հարցն է այստեղ։ Մենք ունենք ուսանողներ այստեղ, որոնք ընտրում են, ասենք, իրավաբանությունը, բայց ավելի շատ ակցիդենտ տեսակն են ընտրում։ Հա, ունենք տղաներ, որ ասենք ընտրում են բադիշապ, չեմ ասում դա վատ է, դա էլ է պետք, անկասկած ամեն ինչ պետք է։ Բայց մեր տեսլականով մենք պետք է ապրենք, որովհետև այս պետության մեջ պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆեդերալ մարմինը տրամադրում է ամեն նահանգին գումար բյուջե տարեկան բյուջե, որով պետք է տվյալ նահանգը ապրի այդ մի տարին։ Իր ծախսերը հոգա եւ այլն ապրի։ Տեսեք, մենք ռեսուրսներին ծանոթ չենք։
Շատ մարդիկ չեն իմանում, ասեն կառավարական կոնտրակտների դիմելու ընթացակարգը, անգլերեն ասում են procurement, չեն իմանում, ասենք ոնց կարող են պետության հետ աշխատել ավելի մեծ ծրագրեր անել։ Ստացվում է այնպես, որ Ամերիկայի մեջ բնակող հայությունը, ասենք 1-ից 10 սանդղակով, մենք ընտրում ենք ամենաներքիվ հնարավոր աշխատանքները մեզ համար։ Որտեղ վախում ենք, որ չեն կարողանա գլուխ չեն քանի վերևի ավելի վերևի բաներից։ Այս է խնդիրը եւ դրա համար Հայդիսին 21 վարչությունից բաղկացած կառույցներում մենք հանձն ենք առել, որ հանրությանը իրականում այն ռեսուրսները, այն հնարավորությունները, որ կա եւ մենք ուղղակի հնարավորություն չունենք տեղեկանալու, չենք տեղեկացել, մենք լուսաբանել ենք դրանց մասին։ Եվ վերջին հարցը պարոն Մնացականյան, դարձյալ մենք խոսում ենք Սփյուռքի խնդիրներից եւ կապից Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ, բայց միևնույն է մեր խնդիրը հայն է, Հայաստանն է, Սփյուռքն է եւ այդ միասնությունը ապահովել։ Բայց այնուամենայնիվ նորից գալիս ենք մենք այս թեմային, որ Հայաստանում համենայն դեպս պետական մակարդակով այսպես շատ մեղմ ձևակերպենք չկա առանձնապես ցանկություն, որպեսզի Սփյուռքը ներգրաված լինի այդ ամեն ինչին, դա պետական մակարդակով։ Այնուամենայնիվ կա կարծիք, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին չպետք է խառնվի, այլ պետք է խառնվի այնքանով, որքան որ կապ ունի դա Սփյուռքի հետ։ Այնուամենայնիվ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք որ ներքաղաքական են, մենք դա իհարկե չենք քննարկի, որովհետև դա Սփյուռքի հարցը չէ, բայց այնուամենայնիվ մենք չենք կարող հրաժարվել այն մտքից, որ այնինչ տեղի ունենում Հայաստանում ներքաղաքական իրավիճակային ինչ տեղի ունենում հետապնդումները, եկեղեցու նկատմամբ հետապնդումը, դա եւս նպաստում է նրան, որ Հայաստանի եւ Սփյուռքի կապը թույլ լինի։ Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ Սփյուռքի աշխատանքը երկար տարիներ, դարեր ի վեր ապահովվել է եւ կապվել է Սփյուռքի անելիքը Հայաստանի հետ այն ժամանակ, երբ որ մենք չունենք թագավորություն, եկեղեցու շնորհիվ։ Երկար տարիներ Հայաստանը պահպանվել է եկեղեցու շնորհիվ եւ Սփյուռքի հետ կապը ապահովել է եկեղեցին։ Եվ հիմա հետապնդելով եկեղեցականներին, բարձրաստիճան եկեղեցականներին, նրանց կալանավորելով, արդյոք դա եւս չի նպաստում նրան, որպեսզի Հայաստանում ապրող հայի եւ Սփյուռքում ապրող հայի միջև առաջանա անջրպետ։ Եվ ինչպես է պատրաստվում Հայդիսին կոտրել այդ անջրպետը, չմիջամտելով, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Անկասկած համաձայն է, որ եկեղեցին շատ մեծ դերակատարում ունեցել մեր հայապահպանության հարցում, եւ դա մենք չենք կարող անտեսենք, չենք կարող ժխտենք։ Տեսեք, անգամ Սփյուռքում բնակվողներս միշտ եկեղեցու կողքն ենք մենք, այդտեղ ենք ավելի շատ հավաքվում։ Հետևաբար դե յուրե դե ֆակտո եկեղեցի եւ կառավարություն իրանք կապված են իրար հետ, աշխատում են, իրանք չեն կարող չաշխատեն իրար հետ, դա անկասկած այդպես է։ Պիտի աշխատեն ամենից։ Այո, պիտի աշխատեն։ Ցավալի իրավիճակ է այդ առումով, որ մենք կոնկրետ ունենք մի հատ նման օրինակ այսօր, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում կատարվում է, ես հույսով եմ, որ ավելի ողջամիտ որոշումներ կկայացվեն եւ հասկանալով կկատարեն ավելի adekvat որոշումներ, որպեսզի նման մարդիկ ասենք չնստեն։ Ինձ համար եթե մեկը որևէ տեսակի հանցագործություն որ արել է, ինքը դրա համար պետքա պատժվի։ Կամ ուղղվի, կամ ներում շնորհվի իրան, նայած ինչ կարգավիճակում է ապրում։ Բայց Սփյուռք Հայաստան կապի համար, այո, ամեն բան, որ կատարում է Հայաստանի Հանրապետությունում, ձևավորվում է դրա պատճառով կարծիք Սփյուռքում։ Այո։ Եվ այդ կարծիքի բանը նա է նրանը, որ այստեղ կարծիքները տարանջատվում են իրարից, եւ ամեն կազմակերպություն, որ նախկինում երբևէ Հայաստանի հետ որևէ տեսակի գործառույթ է իրականացրել, հետեւաբար կարծիքները սկսում են ձևավորվել ու ստեղ սկսում են պարակման process-ը։ Եվ մենք հայերս սկսում ենք ավելի իրարից բաժանվել, տարակարծիք ենք, համակարծիք ենք, այս է խնդիրը։ Մեր նպատակն է, որպեսզի Սփյուռքի բնակչությունը Հայդիսին ինչ նպատակ է տապնդում, վեր դասի է ամեն ինչը, այլ ավելի կենտրոնանա հայապահպանության, հայապաշտպանության համար, որովհետև եթե մենք այստեղ չօգնենք իրար պաշտպանենք, կզորանանք միասին, մեզ շատ արագ այստեղ կպարակտեն, հա, եւ դա մեծ խնդիր է այստեղ լինելու։ Քանի որ մենք պետք է հստակեցնենք, որպես Սփյուռք, մենք ինչ ենք ուզում աշխարհից, ինչ ենք ուզում մենք մեզանից, ինչ ենք ուզում Հայաստանից եւ ինչ ենք պատրաստ տալ Հայաստանի Հանրապետությանը եւ այդ տալ նշանակում է օգնել, աջակցել եւ հզորացնել մեր երկիրը։
Շնորհակալ եմ պարոն Մնացականյան մեր տաղավար գալու համար, կառուցողական զրույցի համար։ Դավիթ Մնացականյան Up4 Armenia կազմակերպության հիմնադիր նախագահն էր մեր տաղավարում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես Ռոբերտ Գասպարյանն եմ, կհանդիպենք։